Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, միասնական ազգային սահմանադրական կուսակցության վարչության անունից լիազորված եմ դիմելու մեր համակիրների համեստ շարքերին, կոչով, կապված հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրությունների հետ։ Ինչպես 1.5 տարի առաջ, այնպես էլ այսօր, եւ առավել ևս այսօր, մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ կառաջացնի նոր մարտահրավերներ, իլրումն արդեն գոյություն ունեցողների, որոնք կարող են լուրջ վտանգներ ներկայացնել հայոց պետականության համար։ Հաշվի առնելով այս հանգամանքը, կոչ ենք անում մեր համակիրներին անվերապահորեն մասնակցել առաջիկա ընտրություններին եւ քվեարկել ընդդիմադիր դաշտը ներկայացնող ուժերից մեկի օգտին։ Ընդ որում այս կամ այն ուժին նախընտրություն տալիս շատ կարևոր է հաշվի նստել ձայների փոխհարցում գոչվող եզրույթի հետ։ Նաև ճիշտ գնահատել ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշի կարևորությունը։ Մյուս կողմից ՄԱՍԿ-ը դիմում է ընդդիմադիր ուժերին կոչով ձևավորել միասնական նախընտրական ճակատ սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված կարգով Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալու համար։ Հաշվի առնելով գործող իրողությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերը ունեն լուրջ արժեքային, մարտավարական եւ ռազմավարական տարաձայնություններ, գտնում ենք, որ ոչ միասնական ճակատով ընտրությունների գնալը չի կարող առաջացնել էլեկտորալ համախմբում։ Էլեկտորալ համախմբում կարող է առաջացնել մեր կողմից, մեր կուսակցության կողմից շրջանառության մեջ դրված նախընտրական ճակատի գաղափարը կամ դրան մոտ որևէ ուրիշ տարբերակ։ Ըստ մեր առաջարկության ընդդիմադիր ուժերը ընտրությունների արդյունքում 3-4 ամսով պետք է ձևավորեն ժամանակավոր հավասարակշռված կառավարություն։ Ընդդիմադիր դաշտի այն ուժերը, որոնք չեն գնա էլեկտորալ համախմբման ճանապարհով, կամա թե ակամա կնպաստեն Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Եվ քանի որ մի փոքր ժամանակ կա, ուղղակի մի պարզաբան է, որովհետև մենք իսկապես հանդես ենք եկել եւ հայտարարությամբ եւ առաջարկությամբ, բայց դեռևս արձագանք չենք ստացել, բայց ես դիմում եմ պայմանական ընդդիմադիր դաշտի պայմանական քաղաքական ուժին, հարգելի քաղաքական ուժ, դու մասնակցում ես ընտրություններին, որպեսզի հաղթես եւ քո մասնակցությունը բերես հայրենիքի պետության փրկության գործին։ Հիմա մեր առաջարկած տարբերակով դու եթե այսօր պետք է հավաքես X ձայն, ապա այդ ժամանակ կհավաքես X + ձայն։ Մնում է ընդհանրապես հաշտվել եմ մտքի հետ, որ հայրենիքի փրկությունը կարելի է 3-4 ամսով հետաձգել։ Շնորհակալություն։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։